Քանի դասեր նվիրված են եղել հայոց նորագույն շրջանի զինյալ ազատագրական պայքարին, եւ եթե մենք ասում ենք զինյալ պայքար, բնականաբար ամենամեծ պայքարը եղել է Ղարաբաղի ռազմաճակատում եւ անտեսել դա չենք կարող։ Հետեւաբար այսօր կարծում եմ մենք մի շատ հետաքրքիր նյութ ունենք եւ շատ հետաքրքիր բանախոս Լովա Վարդանովը, որ տարբերաբար եկել է նաև մյուս դասախոսությունների, պարոն Վարդանովը եղել է առաջին հետախուզա դիվերսիոն ջոկատի հրամանատարը, անցել է շատ ծանր եւ դժվար իրավիճակների միջով եւ կարծում եմ շատ հետաքրքիր բաներով ձեզ պատմելով։ Խնդրեմ, կարող եք միկրոֆոնով, կարող եք առանց միկրոֆոնով։ Նախ շնորհավորում եմ բոլորիս Անդրանիկ Զորավարի ծննդյան օրերին։ Ցանկացած հայ մեջը քիչ թե շատ արևմուտահայի արուն ունի, իսկ արևմուտահայերից 99%-ը sense տնես պարտական են իրենց կյանքով նախնիներից որևէ մեկին ծրկելով մեծն հայդուկով։ Բոլորից շնորհավոր։ Ես շատ ափսոսում եմ, լսվում է պարզ վերջի շարունակել։ Ճիշտ ասած երեք շատ է ուզում գայ, լեկցիայի անվանումը ինձ շատ է հետաքրքրեց, բայց չկարողացա, ինչի համար ափսոսում եմ, հետո զապիսը կա չէ, պարոն Պապյան։ Չգիտեմ նույնիսկ ոնց սկսեմ, շատ էի պատրաստվում իդեր, մտածում էի խոսամ ընդհանուր հայդուկական, ասենք, նոր փուլի մասին, մեր ջոկատի մասին, թե ասենք իմ անցած ուղու մասին, տենց էլ ընդհանուրի չէի կարել ինքս իմ հետ, դե ես ինձ շատ եմ սիրում, դրա համար երևի սկսեմ ինձանից, էլի։ Շարժումը երբ որ սկսեց, գրեթե բոլորս սովետական միության քաղաքացի լինելով, կարելի ասել դաստիարակված էինք, իսկ կարելի ասել թույնավորված էինք սովետական իդեոլոգիայով։ Ես բավականին ինտերնացիոնալիստ էի, չնայած հայկական պատմավեպերից բացի ուրիշ բան կարդալ չունեի, գեղարվեստական գրականությունից։ Հիմնականում պատմավեպեր ուրիշ ոչ մի բան, ու մեծ մասամբ հայկական պատմավեպեր։ Բայց դրա հետ միասին ես շատ լուրջ ինտերնացիոնալիստ էի, անգամ 4 անգամ դիմում են գրել ինտերնացիոնալի պարտքը կատարել Աֆղանստանում։ Որից մեկը վերջապես ստորագրեցին, գնացի Աֆղանստան, դուրս չեկավ։ Կարճ ասած բոլորս սովետական միության քաղաքացիներ էինք, չէինք ուզում սովետի դեմ պայքարել, բայց շատ լավ հասկանում էինք ինչա տեղի ունեցել Նախճիվանում, հայերը դադարեցին ընդհանրապես այնտեղ լինել։ Պատկերացնում էինք, որ Ղարաբաղը հեսա այսօր մյուս օրը այդ օրը կընկնի, եւ սովետական միությունը մեզ այդ մեր գոնե մեր կարծիքով արդարացի խնդրանքին ու պահանջին պատասխանեց զենքով, զրահատեխնիկայով, պալետային ժամով և թուրքը պատասխանեց Սումգայիթով։ Անմիջապես Սումգայիթից հետո շատ իրից մեջ մի բան փոխվեց։ Այսօր Խոջալույի կարճ ասած շատ բան փոխվեց հայերի մեջ, ես որպես նորմալ սովետական քաղաքացի ինձ մեջ այդ ամեն ինչ ավելի շուտ փոխվեց այրոպորտից, երբ որ սովետական զորքերը մեզի Ռուբինկեյքով մեզ վրայով անցան, մենք հասկացանք, որ պետք է դիմենք ուժային որոշակի ինքնապաշտպանության։ Այդ ժամանակ ստեղծվեց Ղարաբաղ կոմիտեի դուրս Ղարաբաղ կոմիտե, որի ղեկավարն էր Շահինյան Սամվելը, ես դեռ համագործակցում էի կոմիտեի հետ, բայց ավելի շատ զբաղված էի ազգականներից Ադրբեջանի Սովետական Հանրապետությունից դուրս հանելը։
Հետո եկավ մի բան, որ թուրքը լկտիացավ արդեն այն աստիճան, որ ոչ թե մենակ իր տարածքում էր հայերին նեղում, այլ նաև հարձակվում էր հայկական բնակավայրերի վրա, Հայաստանի տարածքում և Ղարաբաղի ինքնավոր մարզի տարածքում։ Այդ ժամանակ ինձ ընդգրկեցին որպես խորհրդատու Հյուսիսային գոտում։ Եկավ մի պահ ու կարիքը ստեղծվեց, որ առաջացավ ավելի շուտ կարիքը ստեղծել հետախույզ դիվերսիոն խումբ, որը կարող ներսում որոշակի խնդիրներ լուծեր, ինձ ստիպեցին, եթե ճիշտ է խոսանք, ստիպեցին, որ ես հավաքագրեմ տղաներին, Վանուս Իրատեղյանը և Շահինյան Սամվելը ստիպեցին, որ ջոկատ հավաքեն, ջոկատը հավաքեցին, որի մարտական ուղին ինձ չի թվում փայլուն, բայց արել ենք են ինչ-որ մեր ուժերի սահմաններ։ Տղաները այդ ժամանակ շատ շատերը, մենակ մեր ջոկատում չայր, տարբեր ջոկատները, ոչ թե փորձում էին անկախ Հայաստան սարքեին, ծովից ծով Հայաստան, ուզում էին ուղղակի հայերի կյանքը փրկել։ Դա ամենակարևոր բանն էր մեր համար, հողային հարցը Ղարաբաղի հետ կապված անգամ երկրորդական էր զինվորի համար։ Կարևորը հայի կյանքը փրկելն էր, որովհետև եթե գիտեք, պետք է որ իմանաք, անգամ Տիգրան Մեծը, երբ որ ճակատամարտում պարտվում էր, ինքը զինվորի կյանքը իր հպատակների կյանքը փրկելու համար զորքերը հանեց սարեր, արդյունքում վերջը Լոպուլոսը հեռացավ Հայաստանից։ Մենակ մարդկային ռեսուրսները պահպանելով հնարավոր է նորմալ երկիր կառուցել։ Պետք եղած վաղ անհրաժեշտություն դեպքը ցակումը պետք է հետ քաշվես։ Անհրաժեշտության դեպքում պետք է հանձնես, ասենք, թողեր։ Դա դժվար է, բայց պետք է անես։ Հնակարծվաշեն հանձնելը իր ձևը չէ, բայց որպես տարածք, որը որ մեծ ռեսուրսներ էր պահանջում մեզանից պաշտպանելու, դա ճիշտ էր։ Պետք է համարոտ մի քիչ ինձանից, իսկ հիմա խոսանք ջոկատները ոնց ստեղծվեցին։ Ուրեմն ստեղծվեց առաջի ջոկատներից մեկը Ղարաբաղ կոմիտե 2-ից բացի ՀԱԲ-ը։ ՀԱԲ-ը Հայ ազգային բանակ, Ռազմիկ Վասիլյանն էր հիմնադիրը, հոյակապ մի անձնավորություն, բավականին անկիրթ, բայց մեծատարող հայ։ Իր հետ խոսալուց ես մի բան էի հասկանում, որ այսի պետք է լինի այս մարդու մեջ ինչ-որ կա հայկական մտավորականության մեջ, ցավոք մտավորականության մեջ այդ ժամանակ մի քիչ պակաս էր ոգին։ Նույնիսկ ռազմատնտեսության հետ չեն։ Այդ բայվոյ դուխը չկար ինտելիգենցիայի մեջ, նախ շատ տարանջատված էր մտավորականությունը, մեկը ձախ, մեկը աջ, մեկը մեջտեղ, վերև, ներքև, սաղ ուղղություններով կային, բացի ասենք մի հատ ճիշտ ուղղությունը, հայի կյանքը պաշտպանելը, իսկ զինվորի համար կյանքը պաշտպան, կյանքից թանկ արժեք գոյություն չունի։ Կամավորականությունը ինձ թվում է դրանով էր ղեկավարվում։ Ես չտեսա ոչ մի ջոկատի հրամանատարի, գոնե մինչև 92 թիվ, որը պատրաստ էր հրաման կատարել մեծ զորերի հաշվին իր ջոկատում։ Դից հրամանատարներ չկան։ 92-ից, երբ որ բանակը խստացավ, ստրատեգիական խնդիրներ էր լուծում, արդեն ջոկատների հրամանատարները, բանակային ստորաբաժանումների հրամանատարները մեկ-մեկ իմ կարծիքով նույնիսկ անհետեթ հրամաններ էին կատարում զորեր տալով, ստիպված հրամանը կատարվում է պարտադիր է բանակի սկզբում։ Քանի կամավորականություն էր, արում էր հայերեն ասած պաստատաներ ամենաբարձր ղեկավարին, երբ որ զգում էր, որ հրամանի արդյունքում մեծ զորեր ունենալ։ Կամ ասենք մի օրինակ առանց կոնկրետացումների չասեմ ով այդ հրամանը ինձ տվել է, հրամանում են ջոկատը հետ քաշեն, բնակչությունը տեղյակ չպայելով։ Այդ ինչ է նշանակում։ Դու հետ ես քաշվում, թուրքը գալիս է առաջ, բնակչությունը տեղյակ չես պահում։ Խնդիրն է, որ ոչ թե պրովոկացիա արվեր, այնտեղ սովետական ստորաբաժանում կար, մեսքին զորքերի, որ իրանք կպաշտպանեն։ Բայց միշտ փորձը ցույց էր տալի, որ սովետական զորքերը երբեք չեն պաշտպանում հայկական բնակավայրերը։
իրանք պաշտպանում էին մենակ իրանք իրանց։ Երբեք իրանք չեն կրակել թուրքերի վրա այն դեպքում, երբ որ թուրքը կրակում էր հայկական բնակավայրի վրա։ Մենակ այն դեպքում, երբ որ կրակը գալիս էր իրանց վրա։ Օրինակ Ոսկեպարում կանգնած մի ստորաբաժանում կար ներքին զորքերի մի վաշտ։ Կայնած էր Յուխարի, չէ, Ոսկեպարի և Աշակի Աքսիպարայի արանքը, վերջը հրաման ստացան հեռանալ, որտեղ լրիվ անիմաստ են կանգնած այնտեղ, ոչ մի անգամ ոչ զինաթափել են, անօրինական զենք կրող թուրքի հայերին վախում էին, որովհետև հայկական գյուղի տարածքում էին գտնվում, երբեք չեն կրակել թուրքի ուղղությամբ, երբեք, տենց բան չի եղել։ Վերջը իրանք հրաման են ստանում հեռանալու, ու մենք մի կերպ իրանց Դիլիջան քաղաքի խաչմերուկ չասած կանգնացնում ենք կալոնան, ոչ թե գրեթե, այլ բոլորովին անզեն լինելով, մուլյաժներով, խախտելով, տարբեր կրուբերքով ցույց տալով թե լավ զինված ենք, ստիպում ենք, որ իրանք զինաթափվեն և հեռանան այդտեղից։ Ծանր էր կամավորականության վիճակը, ոչ թե մենակ նրա պատճառով, որ Սովետի դեմ ենք նաև պայքարում։ Ծանր էր, որովհետև ժողովրդի զգալի մասը մեզ չէր հասկանում։ Զգալի մասը չեմ կարող սոցիալոզ չեմ արել, որ ասենք 20%, 30%, բայց շատերը կարծում են, որ մենք անօրինական ավազակներ էինք անգամ հայերի մեջի, որ մենք վաչառներ ենք։ Դրան իհարկե նպաստում էին նաև ավազակախմբերը, որոնք ֆիդայական անուն էին կրում, համազգեստ էին կրում, բայց կապիտաշ չէին էթում, զբաղված էին զուտ իրանց ֆինանսական վիճակը բարելավելով։ Նման երկու ջոկատ մեր խումբն զինաթափ էր, մեկը նույնիսկ չգիտենք որտեղից էր, հանձնեցին ոստիկաններին, մյուսը Դիլիջանի ջոկատն էր։ Հրամանատարյանը Ալյազի խումբներ զինաթափեցին, իր և եղբորը քարերին տվեցին ոստիկաններին, որ քրեական գործեր արեցին, թե չի անգամից հետաքրքիր չի։ Ժողովուրդը շատ կարս էր մեզ նրան, հավատացեք։ Սահմանամերձ գյուղերի շրջանների բնակիչները լավ հասկանում էին մեր կարիքը, կամավորների շարքերը համալրվում էին հենց այդ տաղաներով, միլիոնավոր միծինգը Երևան քաղաքի լավագույն դեպքում սահման ուղարկեց 500 հոգի ազատամարտիկ։ Հիմա ինչ էլ խոսում ենք մենք մեծ, մեր կամավորական ռեսուրսը շատ ցածր է եղել։ Ցանկացած ազգ կարող ես գնահատել իր վալանցողներով, այդ կամավորներով, քանի հոգի կարա այս ազգը տրամադրի հանուն ինչ-որ վեր գաղափարի։ Մեր ազգը միլիոնանոց միծինգ հավաքելով, կռվի դաշտ, հայերի կյանքը պաշտպանելով, շատ քիչ մարդ ուղարկեց սահման։ Իսկ գյուղերի ժողովուրդը, որոնք որ զենք էին վերցնում, շատերը իրանց տնից բացի ուրիշ բան չէին պաշտպանում։ Կային մի քիչ ավելի շատ բան հասկացող իրանց գյուղն էին պաշտպանում, մի քիչ ավելի շատ հասկացողները իրանց ռայոնն էին պաշտպանում։ Մենք գլուխ գովալու բանում ենք, որ թուրքին ծեծել ենք, բայց նաև հետևություններ անելու կարիք կա։ Ինչի պատճառով, բայց ազգային ոգին բարձրացավ, 80-ից սկսեցինք հպարտանալ, որ մենք հայ ենք, ես ենք, էլ ենք, միծինք, Գորբաչովի վրա, անգամ պատին հենց անյեսքների վրա երեսին բան, ու ընդհանրապես 500 հոգի։ Այդ թիվը, որ ես ասում եմ, դա երևի մի քիչ ուժացված է։ Շատ քիչ մարդիկ են գնաց։ Ամենայն դեպս, երբ որ ես Սիսիան գնացել էի Գորգի մոտ, այնտեղ Նախճիվան մտնելու խնդիր կար, Գորգի մոտ Երևանից 2 հոգի Սիսիանցի կար ընթացքում։ Սիսիանցի ծնունդը, որ Երևանից են եկել։ Նույնը Համլետ Քոչարյանի մոտ Հապանում։ Նույնը Մեղրիում միակ մարդը, որ Երևանից էր գնացել, Փարսադանյան Արտաշներ, Լուսահոգի։ Իջևանում մի քիչ շատ օր էինք, 4 հոգով էինք, Երևանից գնացած։
Շամշատին դա ասում եմ 79 թվի աշուն ձմեռ 98 թվի։ Հետո արդեն երբ որ թուրքը լպտիացավ ու հարձակվեց Երազ խալանի վրա, մեր թիմը շատացավ, տարանք երևի 700 հոգի, 800։ Ամենամեծ բեռը այդ պատերազմի սկզբի փուլը իրենց վրա կրեցին շրջանների տղաները, հետի միանշանակ, հիմա ասենց առյուծ ճղող տղեկ շատ կան մերոնց մեջ, իմ ընկերները, եղբայրները, բայց իրանք շատ քիչ բան են արել բոլորը, 89 թվի վերջ, 90 թվի սկզբում այդ պատերազմական առաջի փուլում, հիմնականում ինչ արել են շրջանի տղերքը, Իջևանում Սարիբեկը, Շամշատինում Չարլին, ես շատերի անուններն ու ազգանունները չգիտեմ մականուններով որ գիտեմ։ Ճիշտ ասած չեմ էլ ուզում նրանց ազգանունները իմանամ, Լիսկան իդեպ Գորիսեցին։ Հիմա շատ են իրա մասին բաց բաներ ասում, բայց այն ժամանակ Լիսկան շատ նորմալ էր, ջոկատը կազմակերպեց շատ նորմալ կարողեց հետագայում։ Ճիշտ ինքը դաշտային հրամանատար չէր, բայց կողմի դաշտ մեկ-մեկ հայտնում էր։ Ինքը կազմակերպիչն ու ընդհանուր հրամանատար էր, հետագայում դաշտային հրամանատարն էր։ Սիսիանում էլ էր այդպես իդեպ, Բուրգը ընդհանուր հրամանատար էր, բայց ուներ դաշտային հրամանատարներ, մեկը չեմ հիշում։ Հիմա կարծեմ Տամոժնյանը աշխատում, մյուսն էլ Ադրան Պողով։ Դի շատ նորմալ պրակտիկա էր։ Իդայի Վահանը Մալացիայի չէ, Հեղունդը Մեղրին էր։ Մեղրին հրամանատար Հեղունդը Մեղրին հրամանատար դառավ Արտաշի զորավից էր։ Արտաշը մինապատելով երկար գիծը, ինքը զորվեց։ Սահմանում մարդիկ ավելի լավ էին պատկերացնում այդ վտանգը, որտեղ թուրքը բավականին ակտիվ հայերի կողանում էր, Չոբաններին մտնում էին գյուղեր, Երևանում դա մի քիչ դժվար էր հասկանալ, երևի դրանից է, որ ժողովուրդը շատ քիչ քանակ, քիչ զավակներից ուղղակի սահման։ Բերնական, չնայած բերնականը անգամ երկրաշարժից հետո բավականին մեծ տոկոսայինով քանակ ազատամարտիկներ տվեց։ 90 թվականը ընդհանուր, միշտ եղել է ոնց են ֆուտբոլում ասում, իգրաբադնի վարոտը, միշտ մեզ ծայծում էին, որովհետև ռուսական զորքերը գալիս են սկզբից, հետևից ռուսական զորքերը, հետևից գալիս են թուրք օմոնականները, իրանց հետևից թուրքական Նարոդնի ֆրոնտը։ Ալիքները կայնացնելը համարյա անհնար էր։ Գրեթե միշտ ծեծվել ենք կամ նահանջել ենք, որ չծեծվենք, ոչինչ չանենք։ Հաղթանակներ ենք ունեցել։ Այս մի երկու շաբաթ առաջ ռադիոյով հաղորդում գնաց, լրատվականում Գևորգ էի խոսում, փառահեղ հաղթանակ էր։ 90 թվականին հունվարին Բաղդասարյան Գևորգը, Հյուսիսի հրամանատարը, ուղարկվում է Գետաշենի ենթաշրջան, Խամլարի մեջ էր մտնում Գետաշենը, ինձ էլ էր առաջարկված, Վանոն ասեց դրվում է, ես ճիշտ ասած չուզեցի, որովհետև իմացում էր պետք է գնացվի, Վահանի տղեկի հետ, Մալացիայի Շահումյանի, կիսահանցագործ, կիսասպորտսմեն, որ իրանց տեսած ես սրանց էլ չեմ հետա, անծանոթ տղեկ ենք, բայց հիմա ոնց եմ ափսոսում, չեք պատկերացնում։ 17 հոգի ընդհանուր, Երևանից գնացած 12 հոգի, 5 հոգի տեղաբնակ տղաներ, կայնացնում են 350 թուրքի։ 350 թուրքի զիվանա, տեխնիկայով, ավտոմատներով զինված։ Իսկ ուղղաթիռի մեջ նստելուց ես իրանց ուղեկցում էի մերոնց։ Դա երևի չեք պատկերացնում, բայց կալաշը դեպոսներ որ տալիս են ճղում են փողը, այդ փողը սվարկով է փած։ Փաստորեն ավտոմատ կրակող, բայց որսորդական զենք ոնց որ լինի։ Փամփուշտը եթում է 200-300 մետր ոչ ավել։
այդ նման զենքերով զինված տղաները 350 հոգի թուրք հետ շպրտեցին, թուրքը բազմաթիվ զոհեր տվեց, իմ տվյալներով 20 զոհված են ունեցել կամ սպանված կամ սատկած, իսկ 120 հոգի ընդհանուր իրաց վնասվածքների թիվները երևի 100 վիրավոր են, 17 հոգով Գետաշենի Կամո գյուղում, 17 հոգով կանգնացնեցին 350 հոգի, այդ Փառահեղ հաղթանակից հետո բնականը շատ արագի մեջ գալիս է կարմիր բերետները, այսօրվա մեր կարմիր բերետների հետ մի շփոթեք, չնայած նման ֆունկցիաներ են։ Սովետական միության ներքին զորքերի սպեցնազը Օսնազում կրապովի բիրեթը շատ արագ գալիս են, ուլտիմատում են անում, որ ելեք ստեղից, թե չէ արդեն զորքերի հետ կբախվեք։ Նման հաղթանակներ եղել են մեկ, բայց մեր կորուստները շատ ավելի շատ։ Հետագայում արդեն, երբ որ ջոկատները փորձ ձեռք բերեցին, զենք սկսեց նորմալներ ձեռը խորալ, այդ ժամանակ սկսեցին կորուստների նույն կանոնացնել, տաշել անգամ հայկական գյուղերից, դեպքեր շատ եղան, հետագայում, 90 թվի երկրորդ կեսից։ Չգիտեմ էլ ինչ պատմեմ, եթե ճիշտ կնի հարցերի անցնենք, հա։ Հարցրեք։ Բարձր հետաքրքիր է եւ անմիջապես ականատեսից տեսել ռազմական մասնակցից ականատեսից Ես ուզեի որ մի քանի խոսքով ներկայացնենք Շամիլ Բասաևի Ղարաբաղյան պատերազմի մասնակցության մասին։ Տեսել ենք, որ միանգամից նա նույնիսկ հայկական ջոկատների մոտ գերի է եկել։ Ինչքանով են հավատում այդ։ Ես դրան չեմ հավատում։ Ես Շամիլի հետ հանդիպել եմ Աբխազիայում 93 թվականին։ Ընկեր ունեի, որը ցանցրել էր, որ օգնեի իր ընտանիքը հանենք ընդեղից։ Աբիզյանիկի օպերացիայից հետո էր սոխոնել։ Եթե այդպես բաներ են ինքը կասեր։ Ինքը պատերազմել ամերիկայում, հետո ավտոկոս։ Բայց հաշվի առնելով այն չեչենական զորամասը ոնց է նահանջել Շուշիից, հաշվի առնելով չեչենական վաշտը ոնց է նահանջել Մարտակերտից, իրանք երբեք չեն ջախջախվել հայկական, ասենք, փողերի տարածքում, ասենք, կռվելուց։ Զոհեր ունեցել են, հետ են շփոթվել, բայց չեն ջախջախվել, որտեղ շատ դիսցիպլինայով զինվորներ են եւ թուրք չեն, էլ մի քիչ դուխները տեղն են։ Հաշվի առնենք նաև այն թուրքական զորքերում թուրք ասելով ես ազերիների հետ եմ, էլի շփոթել։ Հաճույքով Օսմանի դեմ էր կկռվել, բայց այդ ժամանակ ընդհանրապես Մերսկասպիան թուրքերի դեմ էին կռվել։ Այն ստորաբաժանումները, որոնք հավաքագրված են տարբեր ազգային փոքրամասնությունների տարածքներում, լեզգիների, թալիշների, դրանք շատ ավելի լավ էին մեր դեմ կռվում, կամ քարժական ջոկատները, քան Բաքվից, այսինքն Կիրովաբադից, Խարխշտի տարբեր ռենեգատներից, ազգատար, ասենք, տարբեր ազգերի ժառանգությունից, որ իրաց հիմա թուրք են։ Չեմ կարծում, որ Շամիլ Բասաևը պլենա։ Մի չեչեն չէ, ուրիշ ազգի ներկայացի, չէ գլա, մեր մոտ ընգելա, շատ արագի մեջ ինչ-որ խոստումներ ատավը, ճշտել ենք այդ բանը կատարողով թե չէ, օգնել ենք հետ գնա։ Ոնց որ պլեն չի ընկել, ասենք զուգարան գնաց մի քիչ երկար կա։ Այս դեպքին եղել է, եթե այդ ձևով Շամիլ Բասաևը մեր մոտ տեղել է, դա գաղտնի ինֆորմացիա է, որին ես չեմ իրատել։ Իդեպ մեր տղաներից մեկը Համլետը, Քոչարյան Ղափանի հրամանատար, ասենք, կազմակերպիչ, որը հետագայում զոհվեց մեր հինանոթի պայթելուց, ինքն է նման բան արեց թուրքերի հետ։ Իրան ուրեմն այրոպորտի Ղափանի օդանավակայանի դիմաց այս փոքր զորակներով թուրքական գյուղեր կան։ Ես անձամբ տեղ օպերացիա եմ մշակել ոնց իրանց դատարկեն, բայց դատարկելը տեղափոխվում է շատ երկար ժամանակ անցնում, ինչը թուրքերը դատարկեն։ Ու Քոչարյանը այդտեղ գալով ոնցով հետախուզության թե ռեկոգնացիոնալի թուրքերը բոլորում են ասում են լարի տենա ով է ինչ ես կամ ինչ-որ ձևով խոսա ինչ-որ բաներ խոստումներ կա ու հետ կա երբ որ իմացել ենք որ ձերբակալվել է թուրքերը իրան վերցրել
ես արագի մեջ այդում հասնում եմ անդել 6 ժամից։ Ինք արդեն հետ էր եկել։ Ասում եմ ո՞նց եղավ։ Ասում եմ շատ բան չեմ խոստաց։ Ասում եմ ինչ ես խոստաց։ Ասում եմ խոստաց քոչերոնը ինձ ասել Համլետը։ Ինքը ինչ կոլոտ տվել էր սպիտակ մազերով, սենց մանքի աչալ չէր։ Ջինսի կոպտինակը։ Ասաց խոստացել եմ, որ եթե գյուղը ոչնչացնելու լինեն, այս կոնկրետ երկու ընտանիքի անդամներին ես անձամբ իմ ավտոյով եկավ եմ տանեմ հասցնել իրանց հոր։ Իդեպ տենց խոստում էր ես էլ եկ տալի։ Ու եղել է տենց դեր, որ խելնելու գյուղօրինակ վերցնելով, որ իրանցի արջերից էր, ուրեմն բորի ժամանակ մեր կյաշխամոյի հետ միասին Բիլիսի վրա այդ կինոներում որը նման ասած այդ օքով լեկտիաբար թշնամու տարածք են մտնվում, այդպես լեկտիություն էին կարող, բայց ոչ թե իրանց հաղթելու համար, այլ կոնկրետ ընդերից մարդուն էին հանելու, որը այում ցեղի ներկայացուցիչ էր ու մեր համար էր աշխատում։ Այս բաներ պատահում էր։ Մանավանդ Սովետում լինելով կապերը մեծ է պետք թուրքերի հետ։ Միտեղ իրար հետ աշխատել են, միտեղ իրար հետ Սոչի ենք հանգստացել կամ բանակում ծառայել ենք ու կապերը ես չեմ կարծում, որ թուրքերը չեն օգտագործում։ Երևակայ ստեղը շատ մարդիկ են եղել, որ թուրքերի համար են աշխատել։ Կոնկրետ մեկին ես գիտեմ, անգամ որոշում կար Երևանից իրանց հատկացնել, բայց ես չգիտեմ, չկարած իր ընտանիքի հետ տարել Սարդախլու ճամփել եմ, ասել եմ բարի ճամփել, ձեռս չգիտեմ։ Իսկ Մոզայի շարիֆի ամգանցի մոջարետների տարանջություն Ես կամանձիրովկա եղել եմ մենակ կանդագարում, կանդագարից բացի ուրիշ տեղ չեմ եղել, կարող Պակիստանել եմ մտել, որովհետև ընդեր սահմանը մեծ Չէ, նկատի ունի Ղարաբաղի ճակատում։ Ղարաբաղում մոջարետների հանդիպել եմ ինչ բանով, Հեկմատյարի զորքերն են եղել, իրեն 40 հոգու տեսան, կեսին կռիք ընդեղ, բայց երկու հոգի են սետ հաղթնված այդ չորնի այս թանազը։ Մնացածը սակալողի ասած բաներն են շարվարով պարամատիկ են, պրոստը վացկաններ ու սութավոր եկել են ջիհադ են անում։ Հող ու հետն Հեկմատյարը ախերիստություն էր անում, տաղավիդների հետ լեզու չեր կթել, Ալիվների մոտ կոչ էր արել ջիհադի, ունդերի ձիվողներին բերում ծաղկում են թուրքերի վրա ու փաստորեն մեր աշխատանքն է շատ հասնում։ Ինքը համարյա իր զորքերից մարդ չի ուղարկել, խելացի մարդ։ Ինչ վերաբերում այդ մոջահիդներին, ասեմ, որ Վարդանին Ոսկանյան հիշում եք, որ Իրանի քանի որ ինքը Փուշտու տիրապետում է, ինքը հիմնական փաստաթղթերի թարգմանիչը ինքն է եղել, Վարդանն է եղել, եւ մի հոգի բայց փաստաթղթերը կան բավականին շատ, իսկ ես էլ եմ տեսել, զբաղվել եմ, դեռ աղջիկներից կարծում եմ, խնդրեմ։ Հրամանների հետ կապված։ Արդյոք եղել են դեպքեր, որ դուք ձեր ջոկատը չի կատարել այդ հրամանը եւ հետագայում դա արդարացվել է, եւ այդ արդարացումից հետո ինչ պատիվ է նախատեսվել հրամանը չկատարելու համար։ Ջոկատների ժամանակ պատիժը սենց էր, Վազգենը հայհոյում էր, այն հրամանատարներին, ովքեր որ անմիջապես Վազգենին են ներկայացնում, հետո ասում էր Մոսոսրան գնդակարի, Նմանատիպ բան եղավ մեր մաֆիա աբոյի հետ, շատ հետաքրքիր աջողնի ֆիգուրա էր, նրան ջերնա, Պարկասը ողջա, ինքը երկու թուրքի գլուխ էր գերել, որ ինչ ուտեր է թուրքերի գլուխը։ Բայց թուրքերը ինչ-որ պապեկի պապիտկա են անում, ինքը տանը մենակ թուրքերին պատվարում էր պահում, նույնց հաստացում խմած, մտնում յանին թուրքերին հաստատ, ու հետն սենց էր ասում, ես տականքներ ախր ասում, տունը ուտելու բան չկա, տանեցիքին սոված պահում, ես սրանց կերակում է, ասում, ուտելիքը տարը հարցակման վրես, ճաշը թափին, ես է գերվում, երկուսի հարցերը լուծում,
Իսկ այդ երկու թուրքին արդեն հայտարարված էր, որ փոխանակելու համար SS թուրքեր ունենք ու Վազգենի ասենք այդ վրդովմունք շատ հասկանալի է։ Իսկ հիմա արդեն երկու թուրք չունենք հոգի, այլ երկու թուրքին դեր չունենք։ Այդ ինչ պրոբլեմա արդյունքում այնտեղ հայ սպանվեց մի հոգի։ Լրիվ հասկանում եմ, բայց ես որ խառնվեցի թույլ չտվեցի, որ Մոսկվան ձերբակալի աղոյին, մասիվցի մեր մաֆիա աղոյին։ Դες բաներ եղել է։ Ես էլ մի քանի անգամ հրաման չեմ կատարել, եղել է հրաման, որ կատարել եմ, շատ ափսոսում եմ։ Եղել է առաջադրանք գնալ այնտեղ, չգիտեմ որտեղ, անել այն չգիտեմ ինչ, այն չգիտեմ ինչ, մոտավորապես այդ ձևով գնացել ենք, չգիտեմ ինչի արդյունքում 12 թիկունքում շփորալուց հետո ընդհանուր մարշրուտը Կորվա մետրով նայեցինք 180 կիլոմետր անցնելուց հետո ամարցում կարճ ասած անդրագետ էր մեր զինվորականություններ, զինվորական հրամանատարություններ, ես սովետական բանակում հետախուզության եւ ասենք դիվերսիոն զորամասում եմ ծառայել, բայց սերժանտ եմ եղել, ստիպված եմ եղել սերժանտ լինելով ուրեմն բրիգադի գեներալի գործ անել, շտաբի գործ անել, ստիպված եմ եղել ագենտուրային գործակալական հետախուզական ցանց ստեղծել, իրար հետ համագործակցել, այդ ամեն ինչը մենք ստիպված ենք եղել, որտեղ ոչ մի հայկական ուժային կառույց, իսկ այդ ժամանակ երկու ուժային կառույց կար, դա ՆՎԴ եւ ԿԳԲ, չի աշխատել ազգի համար, եթե աշխատել է, այն անեկդոտի նման կոկորդիլոսները չեն թռնում, բայց եթե Լեոնիդ Իլիչն ասի շատ կամաց թռնում են, այդպես կամաց իրոք աշխատել, որ իրոք օգտակարությունը մենք չէինք տեսնում, ստիպված ենք ամեն ինչ անել, լինելով անգրագետ կամ կիսագրագետ այդ գործերում, ստիպված ենք, բնականաբար շատ սխալներ ենք թույլ տալի։ Լեոնիդ, պարոն Վանցանով, ինչ հետաքրքիր է, ներքին վարտակին ինչ ուզելի ճշմարտակ ստորագրվեց զինադատարը, զինադատարի կնքում, ու ձեր գաղթքը ինչքանով է դերում զինադատարի կնքում։ Եթե հնարավոր է երկրորդ հարկին արագույն առևտրի մասին է, ինչ կատարվում։ Այդ զինադատարի կնքումը մենք սպասում ենք մոտավորապես 93 թվականի աշնան վերջ, բայց դուրս կուտարկելով որոշակի ռեսուրսներ, ուժեր, որոշեց զինադատարը կնքելուց առաջ ինչ-որ հողեր վերադարձնել։ Վերցրեց Օմաղը, Մազդակերտ մտավ մի քիչ, Հորադիսի ուղղությամբ առաջացավ։ Հետո հետ շփոթվեց գրեթե բոլոր ուղղություններից, բացի Հորադիսը։ Հորադիսը կեսով մնաց իր ձեռով։ Կանխատեսելի չէ, այդ անգամ սպասվում էր, ինքը պետք է լիներ։ Թուրքը անգամ մեզի ծուղակ պատրաստեց, որ մենք Կիրովաբադ մտնենք։ Ճիշտ է, ցանկացած բանակ ավարով ապրում, դա ինչքան էլ վայրենի հնչի, դա այդպես է։ Ես միակ բանը, որ ունեմ տանը Էսպային, դա նարգիլեն է, որը Գաջիևի նարգիլեն է, Խոջալոյի օդանավականի կոմենդանտի։ Ուրիշ բան չեմ ղեկավարել, հա, մենք եք իր գերջին թափած կրկեր հանդիպում խելացի, որը իրավաբանական էր, տալիս է իրավաբանական ֆակուլտետի կրիմինալիստիկայի բան անդորը։ Բայց ավարով է բանակը ապրում, պատերազմը ավարով ասան չեն։ Ու ով դրան մի քիչ ուրիշ ձևանա, ինքը ուղղակի իդեալիստ է։ Եթե մենք Կիրովաբադ մտնենք, բավականին լուրջ ռեսուրսներ կընկներ մեր ձեռով, բայց մենք կարող ենք 1/4 միլիոն անոց քաղաքը, իսկ միգուցե 2 միլիոն մարսել չենք կարող։ Դրա համար պետք է լիներ զինադատարը, այդ ուտը մենք չկերանք, մենք Կիրովաբադ չմտանք, պետք է զինադատարներ, հիմա տարբեր բաներ խոսացվում է։ Ես կոնկրետ այդ ժամանակ արդեն ջոկատը չէի ղեկավարում, ես զբաղված էի ուրիշ գործերով, այն գործերով, որի մասին երևակայի երբեք չեմ խոսում։ Բայց այն ինչ-որ ես տենում եմ, ամեն ինչը չեսնի է, այն ինչ-որ ասում եմ, ռուսը ստիպեց, ռուսը իրոք ստիպեց, բայց մենք էլ չենք կարող, մենք կամավորականը ռեսուրսը սպառել ենք դրանից 1.5 տարի առաջ, զորակոչը, որ հավաքվում էր մեր մոտ, պրոֆեսիոնալ զինվորականները լավագույն դեպքում մի կերպ կրվող
ճակատում էին, կարում ապահովել էին իրանց, ասենք, ներկայությունը մեծ դեր խաղաց և գլխավոր շտաբում գոնը բաժիններն էին, ինքեր փոտի կանոնացնում։ Բայց այն ռեսուրսը, որ պետք է մենք զինվոր դարձնենք այդ բանակայինների տարբեր հիմնականի բյուրոկանի զորամասերում, մենք էդի չենք դարձնում, ի վիճակի չենք։ Թուրքը ավելի անմախիտար վիճակում էր։ Մեր բախտը այդքանով վերեց, որ իրանք մեզանից ավելի վատ զինվոր էր։ Ջերին պատասխանեցին թե չէ։ Գայնազարյան Արմինագետ, ինչքան չեմ սխալվում, Մամոն Մերքոնյանը եղել է ձեր հրամանատարության ներքո, խնդրի մի փոքր խոսեցի մասին, ինչպես նաև այսօր մեր բանակի արդիականացված ունելու մասին կարելի է շնորհալ։ Եկեք հարցը պատասխանեմ, հա։ Մեր բանակի արդիականությունից դուր չի գալի։ Թուրքին շատ քիչ ենք զիջում, այնքան որ թուրքին կծեցենք։ Հա, բայց ինձ դուր չի գալի, որովհետև արդեն 21-րդ դարն է, հնարավոր է այն պատի հետևի կայունած մարդուն էլ կրակել, իսկ մենք նման միջոցներ չունենք։ Ուղեղներ ունենք, որ նման բաներ սարքեն, բայց միջոցներ չունենք, որովհետև գերադասում ենք մետաղալում, ջարդոն մետաղի Ռուսաստանից շատ մանչելի կամ ծրի վերցնել։ Մենք արդիական, ասենք, զինված պարազինություն չունենք, էդի միանշանակ, էդի թուրքը մեզանից լավ գիտի, գաղտնիք չի, իրանք է գիտեն այդ ջարդոն, ասենք, քանի տոննա ենք մենք ստանում, ասենք, վագոններով, կոշերի մեջ լցրած հետո տանկադառնում մեր լավ պարեստավորների օգնությամբ։ Իսկ ինչ վերաբերում է Մոնթեին, Մոնթեն կոնկրետ, ոչ թե եղել է իմ հրամանատարության տակ ջոկատը սաղ կամավոր էր, երևի առաջին մարդն է եղել, ով ինձ ենթարկվում է ստիպված, որտեղ Վազգենը իրան ասել էր, դու կամ հնխելու ես կամ ոչ մի տեղ։ Ինքը 9 ամիս իր տղաների հետ մեր ջոկատում էր, և մի 2 ամիս հետո ինքը արդեն եկավ այն ֆորմայի, որը որ զինվորին պահանջվում է, որ ինքը սահմանակարգի դաշտում մի կես տարի պահանջվեց իր տղաներին, իրան երևի 2 ամիս։ Բայց մի բան ասեմ, գովալով Մոնթեին, ես շատ ժլատ եմ քարտեզների հարցում, то есть պատկերացրեք սենց մի բան, քարտեզ այդ որոշումներ հրամանների կոնկրետ ինֆորմացիայի կրող լինել նշանակում, քարտեզ, թուղթ, այդպես բաների հետ ես չեմ թողում ոչ մեկ մոտ կա այդպես բաներ։ Խոսքի ջոկատը երբ որ ներս էր մտնում, հետախուզական խումբը, ես քանի անգամ հետախուզական խումբը խորը ռեյդ եմ ուղարկել, ես պարտադիր մեջն եմ եղել, բայց մի անգամ եմ ես եղել հրամանատար այդ ռեյդի։ Միշտ եղել ասենք հրամանատարը կամ Սարուխանյան Արշակը կամ Բագրատյան Արտակը, որովհետև ամեն ինչ անել անհնար է։ Իսկ քարտեզի վրա աշխատող մարդ, եղել է Բագրատյան Արտակը և ես։ Ես տալիս եմ համուրցելը, Բագրատյան Արտակը մշակում էր, ես վերջին դաբոր է խաղում։ Մոնթեն մոտորապես 3 ամիս հետո երևի այլ 4 ապրիլի վերջ, մայիսի սկիզբ ինքը արդեն քարտեզի կողքը կայնած, բաներ էր ասում, շատ հաճախ իր ասածները բռնում էր իրականության հետ, այն բանի հետ, ոնց որ պետք է լիներ ու արվում էր։ Ինքը շատ գիտակ, խելացի, զինվորական էր, բայց ուրբանիստ էր։ Քաղաքային պայմաններում ուրիշ է, սարեր ձորեր ուրիշ է։ Այդ իր ուրբանիստ վիճակից դեպի սարու դաշտ, ինքը հետի անցել եմ հնխեի կազմում, երևի 2 ամսում ինքը փակեց իր մոտի եղած այդ բացը։ 9 ամիս հետո ինքը մեր ջոկատից Քյաչար Սերգին և Խանոմյան Տիգրանին վերցնելով տեղափոխվում է Շահումյան ու երկրորդ հրամանատարը լինում է Կորնիձորի Արոն։ Կորնիձոր ջոկատի կազմում են իրանք այդ ուշարը։ Դրանից հետո ասեմ ավելի։ Հիմա անգամ իմ Մոնթեին հրամանատար լինելն է շատերի կողմից կասկածի տակ վերցվում, բայց ասեմ մի բան, ես առաջինն էի հրամանատարը, երկրորդը Կորնիձորի Արոն էր, բայց Մարտունիում անգամ ինքելի հրամանատար ունեցել, դա եղել է Քյաչար Սերգեն, Մկրտչյան Սերգեն։
որը մեր ջոկատի ավակներ ու մանտի հետ տեղափոխվել էր Ղարաբաղ։ Հետո Քյաչար Սերգեյը վիրավորվելուց հետո Վազգենը ջոկատին ներկայացնում ամոթին որպես հրամանատար եւ ընդհանուր ճակատի հրամանատար պարտում։ Իսկ երբևէ արտահայտել եք, թե որ սկզբում չեք ուզեցի, ինչ կազմություն զբաղվում, մեր գրավեն դեր կազմի մեջ, թե ընձառի չի եղել։ Եղել է։ Չնայած հիմա այդ կասկածով եմ նայում, դրսում ապրող հայերի նկատմամբ, ասեմ ինչի։ Ոչ թե ես իրանց հայրենասիրության վրա եմ կասկածում, ես կասկածում եմ, որ իրանք ավելի մեծ հնարավորություններ կա, ոչ թե իրանց, այլ գաղտնի ծառայություններին, գործակալություններին, որ իրանց վրա ազդած լինեն, լրտեսացրած, մեր դեմ աշխատելու բան, ես դրա համար իրանց այնքան էլ չեմ վստահում։ Ու շատ պետք է բնական է, պետք է իրանք ամիսների, տարիների արդյունքում ապացուցեն, որ իրանք ապրելով Ստամբուլում, խոսքի թուրքական հետախուզության գործակալ չեն։ Ապրելով խոսքի Բելգիայում, բելգիական հետախուզության գործակալ չեն, այդպես։ Հիմա շատ հասկանալի է, մանավանդ որ թիկունք է սերվում, կամ հանդիպում ես ոչ Հայաստան, ոչ Վրաստան, ինչ-որ մարդու հետ։ Ինքը տեղյակ է, որ ես սերվում եմ։ Ես ինչքան էլ գաղտնի պահեմ խոսքի, հենց նույն Մոնտեից ու իր տղաներից, ինչքան էլ գաղտնի պահեմ, որ ես այս պահին հեռափոխվում եմ Դաղստան, ես բացակայում եմ ջոկատից, չէ։ Իրանք տեսնում են, իրանք անմիջապես ջոկատում են։ Ու այդ ինֆորմացիան ասենք, որ ես բացակայում եմ, կարող ասնի, որտեղ պետք է իմ պոչին նստեմ, իսկ պոչին նստելը նենց հետաքրքիր է։ Ես երկար տարիներ հետո եմ իմանում, որ իմ կոնկրետ մի Թիֆլիս գնալու արդյունքում 12 էկիպաժ են ինձ հետապնդել։ 12 էկիպաժ, ինչ պետք է լինես, որ կարողանաս գտնես, որ իրանք քեզ հետապնդում են, անընդհատ փոխվելով։ Սուպեր շախմատիստ է երևի, իրանց չէր հայտնաբերի։ Դրա պատճառով ինձ զգուշությունը շատ հասկանալի էր։ Գիտեք, մի բան ասեմ, այսօր վաղը, չէ, այսօր Խոջալույի օրն է, չգիտեմ, այդ հարցը կտակ թե չէ, համառոտ ներկայացնել մեր մասնակցությունը։ Խոջալուն երկու ձևով, երկու օպերացիա կա, որ Խոջալույի հետ կապված ես եմ առնչվել։ Առաջինը Խոջալուն դադարկելու օպերացիա սկսեց մշակվել 91 թվականի աշնանը։ Մշակվում էր Հայաստանի գլխավոր շտաբի կողմից հատուկ խումբ էր ստեղծված, որի մեջ մտնում էր Վազգեն Սարգսյանը, Սմբատ Հարտոփյանը, Ալիկ Պետրոսյանը, Ֆելոն, Գզողյան, մեկը ես։ Այդ օպերացիան մենք մշակեցինք, հատուկ շտուրմավոր օպերացիա էր, մեր ՀՆԽ-ն մտնում է գրավում է գլխավոր տոշկեկը, դրանից հետո դեսանտայիններն են ներսից տրաքցնում ենք Աբաղունուն ու ժողովուրդը ցրվում է տարբեր ուղղություններով։ Հետո այդքան մարդ գտնել էր շատ մեծ պրոբլեմ ու խաղաղ բնակիչների մեծաթիվ զոհերի վտանգ կար։ Այդ օպերացիայից այդ օպերացիայից հրաժարվում է հրամանատարությունը, բնական է ես ոչ մի ձևով տեղյակ չեմ ինչն է պատճառը, բայց ենթադրում եմ, որ մենք այդքան մարդ չունեցանք։ Եվ մի ուրիշ օպերացիա է մշակվում ու ինձ տեղյակ է պահում այդ օպերացիայի մասին, ավելի շատ խնդրում է, որ ես իրան օգնեմ, Հայաստանի հետախուզության պետը Ղուկասովը, ասելով, որ ես մարդ չունեմ ներս գնալու, վտանգ կար, որ Խոջալու օպերացիայի ժամանակ լայնամասշտաբ հարձակում կլինի Ասկերանի ուղղությունը։ Ուրեմն Ասկերանի ուղղությունը անմիջապես հենց Աբդամից ուղիղ ճանապարհ է դեպի Ստեփանակերտ, բայց կար նաև մի գրունտավոր ճանապարհ, որը Շեյլիի հողերով գնում է դեպի Նախճիվանի ու կողքից խփում է մեր պաշտպանության Ասկերան։ Այդ ուղղությունը ես պիտի ապահովեի, քարտեզ իրա նայելու արդյունքում առաջարկեցի, որ նստեմ այսինչ տեղը մոտորապես էլ այդ ռայոնում։ Ղուկասովը հավանություն տվեց այդ օպերացիային, մենք 3 հոգով էինք, որից մեկը Ստեփանակերտցի էր, երբ որ ես ներկայացա Սլոն մականում, որ այդտեղ ոտի վրա օրինեցի, Սլովակիային հիշեցի այդ մասիվում չարգործեր արել, ինքն Ռեմբո ներկայացավ։ Սենց էլ ինչևէ անունը չգիտեմ,
Հիմա տարբեր անուններ են տալի այդ տղայի մասին, երբ որ փորձում են բանում, բայց քանի օգուտ առանց հասնելու կամ վերհիշացնելու այդ երբ տղան չի։ Կարճ ասած ես այդ Ռեմբոյին չգիտեմ։ Ես եմ մեր գայլուկը եւ այդ Ռեմբոն։ Մենք մտանք ներս, Շելլիի դաշտերում մնացինք, երկրորդ խնդիրը, որ մեր առջև դրված է, որ տար ինֆորմացիա, որ այդ տարածքում գրադ է կայացած, որը խփում է Ստեփանակերտը։ Եթե հնարավոր է հետախուզել եւ հետախուզելու, ասենք, խնդիրը լուծելուց հետո վերացնել գրադը։ Գրադը մենք չենք հայտնաբերում, կար ինչ-որ փակ օբյեկտ, որը որ մենք չկարողացանք մոտենալ, որտեղ թուրք այդ տարածքը լավ էր պահում, կոնկրետ այդ փակ օբյեկտը։ Չգիտեմ, դա գրադներ թե պահեստներ։ Մենք էլ 3 հոգով չէինք կարա շտուրմ անենք, նալետ անենք, դա բացառվում էր։ Ճիշտ է, զենք ունենք, բայց Աբրահամ չկատարենք հրամանը վերացնելու։ Ամեն մեր վերադառնալը տուն 100%-անոց չէր եղել, իսկ ես էլ հույս ունեի Սակվի համարի հետ երեխայի Կարճ ասած, այդ նստում ենք հենց այնտեղ, որտեղ հետագայում հեռուստատեսությունը ցույց են տալի, որ այդտեղ թուրքական դիակներ են պատրաստ։ Մենք այդտեղ նստում ենք, գիշերը ինչ որ բոյը սկսում է, կես գիշերին, անցնում է դրանից երևի մի 3-4 ժամ, 10-15 րոպե կրակոցներ առջևից, մեր դեմը 2 պոստեր, մենք այս պոստերի թիկունքում ենք, ավելի շատ տեսքով, Շելլի ու պոստի արանքը, պոստերից մեկը Նարոդնի ֆրոնտին էր, Ադրբեջանը կազմակերպություն էր, որի մեջ բոլոր կուսակցություններն էին մակնում, մյուսը բանակին էր։ Այդ երկու պոստը ամենքում 100-150 հոգի մարդ կար։ 10-15 րոպե հետում ապերեստրելք եմ, հետագայում լրվում են այնտեղ, ես կարամ ասեմ դա ինչ ա եղել, ուրեմն Նախճեվանիկի ուղղությունը գալի ժողովրդի մի մասը, խառնված թուրքերի զինվորականների ու մոնականների, ու իրանք հարձակվում են Նախճեվանիկի պոստերի վրա։ Պոստերից մեկը ոչնչացնում են, մյուսը նահանջում է, հայկական երկու պոստը, որտեղ գյուղացիներ են, որոնք զինված էին շատ վատ, ոնց որ 90 թվականների սկզբին, 49-ի վերջ, որսորդական, պայթած կարաբին ու կալաշնիկով, բնական էր, որ իրանք մեծաթիվ ոմոնականներից կամ զինվորներից պետք է կորուստներ կրեն կամ դադարքին տարածք։ Այդ մի 15 րոպե պերեստրոյկից հետո անցնում է ևս մի կես ժամ, մեկ էլ ես անմիջապես աչի պոստը սկսում է ուժեղ կրակոց, մյուս պոստն է միանում 2 րոպեից այդ կրակոցին, ու գիշեր էր, Ղարաբաղում ցուրտ ձներներ չի լինում, բայց այդ ձները ցուրտ էր, լավ զնգրտում էինք, արդեն բոմբշկեք էինք տարել ծերմա, այդ տիպացել էր, բանը է, թաղցր գինի շաքարը մեջ էր առեցած, ամենքում լավ պակասնա։ Բայց այդքան խմած չենք, որ հիմա շփոթ է։ Խաչաձև կրակի մեջ առնում են ինչ-որ կալոնա է։ Ես թվում է այդ փախստականները երբ որ գալիս են, ես էդի չեմ տեսել, ես էդի լսել եմ։ Ես տեսել եմ այդ տրասերները, պայթունները, բայց գիշերով կոնկրետ տենալ թուրքում ուրա է կրակում, ես դա չեմ տեսել։ Երբ որ ես մեկ-մեկ խոսակցության մեջ ասում եմ, որ ես ինքս եմ տեսել, ես տեսել եմ այն ինչ-որ հիմա ասում եմ, կրակոցներ, պայթուններ, խաչաձև կրակի տրասերներ ու թուրքը ինչ անում, շատ խելացի անում, աղում իրանք, թուրքերը պոստավիկները։ Իրանք մտածելով երևի, ես ենթադրում եմ, շատերը ասում են էդի միտումնավոր է, իմ համար շատ հարդված դերունցելի շախնազարանը, ասում եմ, որ այդ թուրքին նապի արել, այդ բնակիչներին կոտորել, որ պրեզդենտ փոխի, ես դրան չեմ հավատում։ Ես թվում է իրանք շփոթվել են, համոզված եմ ավելի շատ։ Իրանք մտածելով, որ հայկական կալոնման առաջ է գալի, կալոննայի գլուխը թողում են, որ գա համարյա իրանց արանքը մատնի, մի փոքր չմտած արանքը, որ հանդարտ պրարիվ չէ, և դնում այդ կալոննան ոչ չհասնում են, խաչաձև կրակով։ Երևի մի կես ժամ է քաշում, հետո 2 հատ թե 3 հատ մեծ պայթուն, ես նույնիսկ չեմ կարող ասեմ, տղեկիցը ճշտեցի, չհասկացա, այդ արտիլերիա էր, թե գրանատամուտներ, չնայած մեկ-մեկ ինձ ասում են, դու ինչ տեսնազրեց, որ սլուխով չես որոշում, ինչ է կրակում,
Բայց spetsnazovцы թիկունքում այն է իրագործում, ինքը պարտավոր չի սա զինատեսակների պայթունները իմանալ։ Բայց ես լավ գիտեմ, ասում խոսքին ոնց հասնեմ Շաքիից Բաքու առանց ճանապարհներ։ Կարճ ասած, մեր սպეციფիկան կռվի դաշտում լինելը չի, ու երբ որ մենք կռվի դաշտում հայտնվում ենք զուտը դրա պատճառով, որ մարդկանց քանակը շատ քիչ էր հայկական զորքերում ու ստիպված թանգանոց հետախույզին, որը կարող է հետա Զաքաթալայում կամ Շաքիում կամ Վարդաշինում խնդիր լուծի ու վերադառնա Հայաստան կամ որևէ նեյտրալ երկիր այդ նման մարդուն կռվի դաշտ ուղարկել է, ոնց որ բջջային լրատոսով մեղք մխել է։ 100% բան եմ ասում, նույնիսկ եթե ավելի քիչ բան է, ոնց որ Սպուտնիկով եզերքից եկալ ես, բերես թե ատվորդիկը բան անես, որովհետև այդ կադրը շատ դժվար է պատրաստվում, շատ երկար ժամանակ է այդ։ Պետք է բերես օրինակ նման մոտեցումների ինչի, որ մեր ջոկատը արդեն սկսեց կատարել հրամանները, որովհետև վիճակի չենք։ Զոհեր տվեցին կամ անգամ որովհետև չտայինք, մեր վաղուն զոհվեց Բերթաձորում, դա առաջի զոհված հայ հետախույզն էր։ Վաշակը զոհվեց մեր մինամյոտից։ Լավ, Խոջալույի վերաբերյալ, ասեմ սենց մեկ բան, թուրքը շփոթվել է։ Նա մտածում էր այդ փախստականները հայկական զորքերն են, որոնք զարգացնում են իրանց հաջողությունը, Խոջալուն դադարքելուց հետո գալիս են դեպի Աղդամ։ Ու նման սխալվել շատ հնարավոր էր այդ մոտնի մեջ, որովհետև առաջին կրակոցներից հետո տակից, այս բլուրներից որ կրակում են, տակից պատասխան կրակ եկավ թուրքերի վրա։ Փաստորեն այդ փախստականների մեջ եղած մարդկանց մեջ կային նաև զինվորականներ, որոնք կրակել են թուրքական պոստի վրա, ի պատասխան։ Թուրքը շատ հանգիստ կարող սխալվել։ Ես համոզված եմ, որ թուրքը սխալվել է, սխալման կոտորել է, հետագայում, երբ որ մենք բոյը բրծանում է, ես կապ եմ տալի անգամ Ղուկասովը, որ շատ հանգիստ մարդ է, այդ վաղտ ինձ 3 տարի վրա է ուղարկում, որ ես եթերը խախտել եմ, իսկ ես ուզում եմ իմանայի կարող է հարցակվում ենք, ստիպված եմ, ես այդ խփեմ թուրքերի մեջքից, զոհվելով հերոսաբար, հետո կարելի եղանալու խաղվելով։ Այնքը կոպիտ ինքնասեցից նիպեի, ու դատը սիձի մալշի մենք ոչ մի հարցակում չունենք։ Ես իմ համար հանելուկ էր, ինչ է ոնց է։ Հետո մենք ուրեմն այդ բոյի կոչվածը բրծնում է, դրանից անցնում է մոտ 2 ժամ, 1.5, մենք վերադառնում ենք արդեն հետ, կես օրին արդեն Ղուկասովի զեկուցումը ինչ է ոնց է, դրա մյուս օրը ինքն ինձ մենակ ինչ չէ, գայլուկին Թբիլիսի մեջ շոր համարյա վրեքներս գցելով, ոնց որ Կովկասի գերույում դրա, թաքցնելով յոնը գրաֆին զենքին, 40-ամյա, հետո Սմբատ Հակոբյանի ջոկատի հետ մենք վերադառնում ենք այդ Հայաստան, ու Հայաստանում արդեն իմանում ենք, որ պարզվում է այն տարածքում, որտեղ մենք նստած հետախուզում էինք, փոքր փոս էինք արել, ու այդ փոքր փոսի մեջ շուրով ծածկվելով պահկվում ենք ցերեկը, պարզվում է ապել թուրքերին կոտորել են։ Ուրեմն ես շատ կոնկրետ ասում եմ, որ այդտեղ թուրքերին խփող մարդը, որ կարող լինել, մեկը ես եմ եղել։ Գերդինը մատնեմ, պես այդ օպերացիայի վատ մի հատ կրակոցն։ Լավ հետախույզը չի կրակում, կրակելուց ինքը արդեն վատ հետախույզ է, իսկ ես լավ հետախույզ եմ կարել, գլուխ եմ պրովում, բայց դա իրականություն է։ Ես ոչ մի անգամ թիկունքում չեմ հայտնվել, ես ասելով խնդիրն եմ, ոչ մի անգամ։ Մենք չենք կրակել, մի հատ մարդիկ, որ կարող են կրակեն, դա մենք ենք եղել։ Անգամ այդտեղ այդ զոհերը տեղափոխվել են հետագայում, մեր ասենք հեռանալուց հետո այդ կոտորված թուրքերին բերել են այնտեղ, որովհետև այնտեղ որտեղ իրանց կոտորել են, այնտեղ նկարահանում է դժվար կլիներ։ Պաշտոնյա թուրքը որ եկավ, ոսկի մի 800 մետր հեռավորության վրա կիլոմետր մեր դիրքերն ու կարային կրակեն հանգարց մեծ պաշտոնյա թուրքին սպանել։ Դրա համար իրանք այս երկու պոստի հետևն են բերել, դիակները տեղավորել։ Բայց իրանք կոտորվել են երկու պոստի արանք։
վերել են ընդեղ, որտեղ ես եմ ստացել այդ բացահայտ, ասենք սուտը։ Մի 2 տարի առաջ Բակո Կարապետյանը առաջարկեց դիմենք շուտ դատարան, որ ես դեմ չեմ։ Քրեական գործ հարուցվի Ղարաբաղի հանրապետության կողմից, որ իր քաղաքացիները թեկուզ հայ չսիրող այդտեղ սպանվել են, կապ չունի, չէ՞, ասենք, սիրում արես իշխանավորների թե չէ մեկը, եթե իր քաղաքացին է սպանվել է, ուրեմն Ղարաբաղի գոնե դատարանը իրավունք ունի կամ դատախազությունը նման գործառույթի։ Ես սրտեր ցույցում տա մեծ հաճույքով։ Ու եթե հայտնաբերեմ, որ բազում է, ես եմ այդ մարդկանց դոկտորը, պատրաստ եմ դատել։ Գնաց ազնիվ խոսք մամայի արավ, ես չեմ։ Խոջալուի վերաբերել։ Ուզում եմ մի հատ արդիական հասնել ձեր անձնական կարծիքն ինչ-որ ծնուր կարող կանխատեսել ներկայիս իշխանության տարվող քաղաքականությունը, որ ներկայումս բազում անարժանի մարդիկ ստանում են արժեքավոր մեդալներ, դրանովից ձգելով այդ մեդալի արժեքը։ Ես ուրեմն մայրական երախտագիտության մեդալ եմ ստացել 95 համարի տակ։ Իրոք է ապատասխանում։ Ուրեմն անցնում է 2 տարի, ես այդ մեդալը դեռ կրկնում եմ։ Դրանից հետո դատարել եմ կրկնել։ Քանի որ կան մարդիկ, ովքեր որ դրան մայրերը ինչ երախտագետ, խոսքի ինչ մերսի պետք է ասի, ինչ-որ Ղարաբաղի մայր ես կամ մարդուն, եթե ինքը այդ ժամանակ իր ֆինանսական գործերներ դզում, Դոնի Ռոստովում կամ Վլադիվոստոկում, ինչ-որ թուլափայ է տվել ինչ-որ մեկին արդյունքում այդ մեդալը ստացել է։ Ես կոնկրետ ես կառավարական պարգև չունեմ, ես ունեմ հետախուզության 6-րանի մի պարգև, դա հասարակական կազմակերպությունը եւ մայրական երախտագիտությունը։ Այս վերջերս էլի մի 2 հատ բան են տվել, դեռ չեմ նայել, ինչա, բայց կառավարական չի, լուրջ եմ ասում։ Ես կառավարական չեմ կարող ստանամ, ու այդ բանով ես կարամ հանգիստ մնամ, ասին ձեր ասացին, որ անարժան մարդիկ շատ են ստանում, բայց ասեմ նաեւ sense մի բան, որ շատ արժեքավոր զինվորներ, արժանի մարդիկ ստացել են, ոնց որ դուք ասացիք, մի քիչ արժեքազրկված պարգևներ, որովհետև դրա հետ միասին այդ տղայի կամ մյուս, ասենք, Կարքին Ֆիդայինի կամ զինվորի հետ միասին ստանում են նաև տարբեր պիտ խոսալուրներ, դրանցից էլ է։ Մեր գործողությունները դրանում, ասենք, հասարակությունը կամ չգիտեմ կրված տղաները, ձեր ինչ-որ բան, ինչ-որ մի հատ գործողություն չի կարող անի, ասենք, կանխելու համար կամ ինչ-որ Անարժանների զտման մասսարական կարող են հազար մեդալները իրաց տեքնիկ։ Մասսարական եթե լինի կարող է դեր խաղա, բայց գիտեք շատ դժվար է մարդուն ասել, որ այն որ դու առողջություն ես կորցրել, այն որ դու քո կարիերան ես կորցրել, դու կորցրել ես այս հնարավորությունները, այս նաև առողջությունը, ու երեխեդ մի քիչ վատ առողջ է, որովհետև դու այս բաներն ես ստացել, ու դրա համար քեզ, ասենք, Հայաստանի կառավարությունը, ազգը չէ, պետությունը, շնորհակալություն այս տեսքով ասել, որ գոնե այս շնորհակալությունը տալ վերադարձրա կամ քցի գետնի։ Այնքան դժվար է, ես դա չեմ պատկերացնում։ Մենակ ինձ տված է, անգամ այն բաները, որ ես դաժե չգիտեմ ոնց է կոչվում, ես դա չեմ տա, որովհետև ինչ-որ մեկը ինձ դրանով շնորհակալություն է ասել, ես դա ոնց գցեմ։ Այ եթե ասողը լինի խոսքի թուրք ազգը կամ ռուս ազգը, որը որ մեկ էլ պայտակ շուռ եկավ Թուրքի դաշնակից հերթական անգամ դառավ, ոնց որ հաճախ է եղել պատմության մեջ, այդ ժամանակ համբուշտ կդարձնեմ, այդպես կվերադարձնեմ, քեն կսնկերներ, տանեմ լիծյո կանեմ, դարձնեմ մարտագլխի, կկրակեմ ռուսի վրա։ Մինչև համարյա 4 թվականը այդ գաղափարը անդրական է, սակայն ինչ-որ կերպ մոտեցում անկապության, դուք ասացիք, որ ամեն ինչ արդար է, ինձ թվում է այդ պահով ինչ իրացած
կուզենայի բացահայտեի, եթե կարելի է մի հարցեր տամ, կուզենայի անդրադառնալ Հարաբաղյան կոմիտեին, որոնքի միջև եղած տարաձայնություններին ու ինչ են մենք գործում։ Հարաբաղ կոմիտեի ու միջև։ Մեկի Հարաբաղում ձևավորված կոմիտեի միջև, որ իրանք ունեն չէին Ես հիմա նման հարցին կարող պատասխանեմ այնքան, ինչքան դուք կարծենք ինֆորմացված եք այդքան։ Ասեմ ինչի, ես ժամանակ չունեի նման բաների մեջ խորանալու։ Ու իմ համար մեկ էր, այս կառավարությունը, թե այն կառավարությունը, Ղարաբաղի իշխանությունները, թե Երևանի իշխանությունը, իմ համար մեկ էր, իմ համար կարևոր է, հնարավորին շատ հեռու Թուրքին քշել հայկական բնակավայրերից։ Իմ համար է լուրջ եմ ասում, հետաքրքիր չի եղել։ Եղել է, որտեղ երբ մոտեցել են ինչ-որ քաղաքական հարցեր են փորձել քննարկել, ես միշտ դրա շատ դաժան պատասխաններ եմ տվել։ Դիլիջանում ունեցել Սաբաչի պիտոմնիկեր, NVD-ից են խլել, նենվաղ ում հավեսը տալիս էր, միլիցիայից մի բան խլում էր, ես այդ շնանոցն էի խլել։ Ու ամեն ինչ քանդել է ինչ-որ շանետեր կապված, բացի վոլյերներից։ Վոլյերը դա բանդական մոտեցվոյի, ուտե իմ մոտ նստում էին մենակ քաղաքական խուսակցություն անողները, եկել հարթեցողները։ Լուրջ եմ ասում։ Ուրիշ բանի համար, կներեք մեկ է ողորմածի կարշակին Թուրքին խփելու համար են աստացրել։ Մնացած վաղ միշտ հարբած կամ քաղաքական խուսակցություններ տանողներ այնտեղ։ Իրանց տեղը այնտեղ է։ Մոնտեն, երբ որ սկսեց քաղաքական զրույցներ անել, մի մոմենտ տլփակ եղավ, ուզեցա իրանել, դու կողքից կանադոսացին, իր զրույցները քաղաքական չէին։ Թուրքերը Երևանից են, որ Հայաստանը լավ լինի։ Թուրքերը հեռացվեն եսին որտեղ, որ Հայաստանը մեծանան։ Քաղաքականություն չկա։ Դրա համար ես Ասալայի տղաների նմանատիպ խոսակցությունները չէի ընդհատում։ Մի անգամ Զավերին էր նկատողություն անել, հասկացավ, երբ որ սոցիալ-դեմոկրատական ինչ-որ բաներ էր գործում, բանվորներին ասավ սեփականություն, արդեն լսել ենք բոլշևիզմի վաղ, ու լիշնի պլիվայր է։ Իմ համար մեկ օլիգարխը ուտի, ասենք իմ արունը հարկերի տեսքով, թե կոմունիստական կուսակցություն, իմ համար մեկ է։ Կարևորը, որ էդի ծառայի Հայաստանի սահմանները ընդլայն։ Ես ծովից ծով Հայաստան չէ, ես օվկիանոսից օվկիանոս Հայաստան եմ ուզում, որ մենք ստեղ ապրենք ու այդ հերվից կրակելուց մեզի գնդակները չհասնեն։ Եթե կարելի է, ընդեղից վաղուց ձեռքը բարձրացնում, աղջկան պարան են կերով, ասպոլետիս պրոսիդը։ Ով էր ձեր մարսասը։ Չենք մի անգամ հարստվել է, մոտ աստարիցած ինքը չպողին հա, դելա, հաջորդը դուք եք։ Ինձանջով Լիանա Մարկարյան, ինձանջով հետաքրքիր է այժմ Հայաստանի Հանրապետությունը կամ Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարությունը։ Ինչ որ ձև օգտագործում է ձեր փորձը, ձեր գիտելիքները, ինչու է չնայած ձեր փառայակ անցյալը։ Ես շատ Ուրեմն մի ղեկավար կար, մի օղակում, որը չգիտես գախնի ակոչվում, բայց բոլորը գիտեն ով է, գիտեն ինչ օղակը, Վասենցի Ազոյանն էր, ուրեմն քանի որ Վազգեն Սարգսյանը իմ վրա լավ բարկացած էր ու հեռացրել էր բանակից, այդ դաստիարակչական բաներ էր, ինքը փորձներից կարգի բերեր, իդեպ ձեզ ասեմ, որ հետախույժ դիվերսանտները միշտ պետք են։ Ես երբ միակ մարդն եմ եղել, որ Վազգեն Սարգսյանի սեղանին գալիս նստում ու տենց այդ է խոսում, ինքը գժվում էր, սովորություն է, պետք է երեխա ենք։ Ուրեմն ինքը ինձ այդպես դաստիարակչական մեթոդ է կիրառում, հեռացնելով բանակից, աստիճանազրկելով միջև շարքային, ու սա ինձ նայում է ոնց որ հիվանդի, ասենք բորոտով հիվանդ մարդը վիցինի պես, բայց այդ մարդը Վասենցի Ազոյանը հետախուզության վարչության պետը լինելով, համ վախենում էր իմ հետ շփվել, որովհետև ինքն էլ մի քիչ չինովնիկի բաներ ուներ, համ էլ հասկանում էր, որ ես իրան պիտանի եմ, դրա համար ինչ էր կատարում, ինքը միշտ տարբեր հեռախոսներից զանգում էր ինձ, ասում էր հետդ խոսալու բանն եմ, քանի որ դուրս իրան հեշտ կֆիքսեն, ես գալիս էի ուրեմն գլխավոր շտաբի մոտ, այնտեղ իր մեքենան դուրս էր գալի, ես նստում այդ մեքենայի մեջ ու ինձ ասում էին մի քիչ
շուրարի, այդպես մտնում էի ներս, խոսքի մի 50 մետր մեքենան է թուներ, բարձրանում էի իրան մոտ ու անպայման իրան ներսի սենյակում նստում զրուցում էինք, ինքը կոնսուլտացիաներ էր ինձ կանչում։ Երևի ներկա հետախուզության ղեկավարը դրա կարիքը չունի, ինչ ասեմ, կարճ ասած մեր բանակային վաղ, երբ որ իմ կարիքը կար, գոնե որպես կոնսուլտանտ օգտագործում էր, հիմա երևի ընտիր հետախուզություն ունենք, որ այն ինֆորմացիան, որ ես կարամ տամ, երբ շատ հինա։ Google-ով Հա, երևի։ Չէ, ասեմ, ուրիշ բան, ուրեմն հետախույզ դիվերսիան շատ թանկ մասնագիտություն է, տեսնազը։ Մենք մեզ հիմա որ թույլ ենք տալի, գիտեք ոնց ենք թույլ տալի, ուրեմն մենք անհրաժեշտություն ունենք մոտավորապես 2 բրիգադի, մեկը Զանգեզուրում, մյուսը ասենք Հայաստանի հյուսիս արևմուտքում եւ մի հատ ուսումնական գնդի։ Դա անհրաժեշտություն է, ես դա կարամ ցանկացած զինվորականի ապացուցեմ, որ դա անհրաժեշտ է ունենալ։ Ամեն բրիգադում 1000-ից 1500 մարդ եւ ուսումնական գնդում, ասենք, սպասարկող անձնակազմը մոտ մի գումար կա։ Ու ուսուցանողներ երևի 2000 հոգի։ Բայց մենք այսօր ունենք ընտիր հետախույզներ, ոնց որ մի անգամ ասել եմ ու ինտերնետում էդի մարդկանց հաճույք է պատճառել, որ այնքան ընտիր ունենք, որ կարող են մեր Երևանին գիշեր բարև ասեն ծաղիկի տեսքով, բայց իրանք շատ քիչ են։ Մենք մեզ չենք կարող թույլ տալ անհրաժեշտ քանակ հետախույզ դիվերսանտներ, խորքային հետախույզներ պատրաստել։ Ահա որ դժվար բան է դա։ Լեզվի իմաստությունն է պարտադիր չի։ Ուրեմն ինձ սկզբից Պեչորայում այդ ժամանակ Սպեցնազի միակ ուչետկեն էր սովետի, Պեչորայում, Պսկովսկի օբլաստ, Պսկովի մարզ։ Ինձ ուրեմն սկզբից ուղղությունը Գերմանիա էր, ՆԱՏՕ-ի երկրներ, հետո Չինաստան, հետո Հարավ ու Անդրկովկաս եկած արևը։ Ուրեմն արևմուտք երբ որ ուղղություններ մեզ երկու հատ գերմաներեն հայոյանք էին սովորացել եւ երկու հատ անգլերեն, Չինաստանում կամ որ հայոյանք չկա, կամ մեզ տենց էին ասում, մեզ սովորացել էին Ինդիայի, եկեն ինքաու, դի բարև ներկայացություն, իսկ Պարսկաստանի ուղղությունը հարավը, արաբերեն ու պարսկերեն, պարսկերեն մենակ Պանխալ Գոջարստն են հիշում, մեկ է հելիկոպտեր Գոջարստ, որտեղ են տանկերը, որտեղ են ուղղաթիռները։ Դրա կարիքն չկա, որովհետև միշտ որ պետք է դու տեսնում ես քո աչքով, բնակչության հետ պետք է հանդիպես ծայրայես դեպքում, դապրոս պլենին անգամ որ դասեր էինք անցնում, սկզբից մեկը տանջում է իր անգերը, հետո անգերը իրանն է տանջում, հարցեր տալու պատասխանելու, դա լավ ուրիշ բնույթ ունի, ոչ թե տեղեկություն ստանա, այլ ոնց անես, որ շատ խոսալով տեղեկություններ չտաս, ավելի շուտ պարապմունքը ուղղված է դրան, քան ասենք ինչ-որ բան դու տեղի բնակիչից ստանես։ Աչքեր ունես, ինֆորմացիա հարցես գնացը, կարիք չկա համարյա։ Մանավանդ սովետն վաղ դասվողնիկովի պարտուն էր, կոսմոսում խաղացող, շատ բան տեսնում էինք ու գիտեինք։ Հիմա երևի դրա կարիք կա։ Երկու ամիս առաջ ասացիք, որ պատրաստում եք խումբված հետախույզների։ Իմանալ ինչ փուլում է եւ միայն տղաների համար է, թե ոչ։ Հետախույզներն չէ։ Ուրեմն դասընթացներ ենք բացելու, որտեղ առաջին կուրսը լինելու է 2.5 ամիս մարդկանց համար, որ իրանք չայնիկ չլինեն, իրանց անձը պաշտպանելու հարցում։ Երկրորդ կուրսը, որ իրանք չլինեն չայնիկ։ Ոչ, բոլորը մասնակցան 17 տարեկան տղաները ու 18 տարեկան աղջիկները։ Տղաների 17 տարեկան այդ բանակ գնալուց առաջի խնդիրն է։ Մինչև 99.5 տարեկան։ Չեն լսում կներեք, էլի։ Լավություն խնդրում եմ, որպեսզի ձայնը լսվի։ Մամեդ Եղիազարյանը բազմիցս իր անցազրույցներում տենց լացկան գեներալների մասին է խոսում, որ
այն գեներալներ, ովքեր լացում էին, թե մի ուղղակի մեզ առաջ մի ինչ-որ անհնարություն շրեք, իսկ հիմա ինչ-որ բաների են ասել, ուզեմ խոսեք Մամեդ Եղիազարյանի և Աստվածատուր Պետրոսյանի տվյալ ժամանակ հարաբերությունների մասին, որտեղ ես ինչ-որ լսել եմ, որ կոնկրետ Մամեդ Եղիազարյանը սպանի գեներալ Աստվածատուր Պետրոսյանի Ուրեմն տարբեր մարդիկ են եղել, ովքեր որ ճակատ չեն ցանկացել գնան, բայց այս լացելուց մեծ հրամանատար չեն տեսել։ Ինչ վերաբերում է Ալիկ Պետրոսյանին, ես իրան 89 թվականին եմ տեսել, երբ որ արաբո ջոկատ չկար, ես իրան տեսել եմ Բերթավանում նոյեմբերյանից, երբ որ իրանք կարմիր կովը գողացան Թուրքիայից, այդ մեռը համոզելով ձեռնին տվեք այդ անասումը հետ տարեք, ես այոների հետ խնդիրներ եմ լուծում, իրանք հեսա այսօր եկուց ավտոնոմիային հայտարարելով, դե մի հատ ամենակահանող տղա ունի, սենց բերվելով, ուսում գված մեջ արեց, կողով բերեց հաստրեց քասարքյով։ Ես այդ ժամանակուանից Ալիկին տեսել եմ ձեռքը ձեռքին, 92 թվականի ամռանը, 92-ի ամռան սկզբին ես իրան էլի օպերացիայի մեջ եմ տեսել անձամբ, ինքը բացի նրանից լինելով երկրապաների շտաբի պետը, կարելի ասել ընդհանուր Հայաստանի շտաբի պետը, որտեղ ռեալ ուժը ֆիդայական ջոկատներն էին։ Ես իրան տեսել եմ նաև Կռվի դաշտում։ Յուղադին օրինակ, երբ որ ազատագրվում էր, Մեղրի վերջի թուրքաբնակ յուղը, Ալիկ Պետրոսյանն ինձ ասեց վրաս արագման, ես կասում շլվար սիրուն ակնված տրոյկով ուղղաթիռ Կալաշնիկով մի մագազին գնացինք իջանք, պարզվեց էսյանից թուրքերը դուրս են գավ, էսյանից մենք մտնում ենք։ Բոյն մոնջոտնես բան չի եղել։ Հա 4 հատ շունս ատկացրեցին մոնջականները, հետո չվայնացան, որ միս ատկացրեք, իրանք լավ պահակ են։ Կարճ ասած ես Ալիկին չի ցանկանալ իր անցյալը հաշվի առնելով այսօր վատման տեսել ոչ մեկի կողմից։ Չնայած Ալիկին նաև հարբերություն եմ տեսել 92 թվականի սեպտեմբերին Մարտակերտի ընծանր վայրի վրա։ Հարբած էր, դեպի ինչ արած։ Տարբեր մարդիկ ստրեսից տարբեր ձև են դուրս։ Ամենայնպես ինքը Կռվի դաշտում էր այդ ժամանակ Մարտակերտ, Վան գյուղի մատույցներում։ Հիմա եթե պայտակ ստրես ապրել, ես դրան շատ հեշտ եմ նայում, որովհետև հետախուզության մեջ սենց բան կա, եթե տղեն ասեց ես չեմ ուզում վատերազ եմ տեսել, կամ մորքուրիս աղջկան իրա ես ինչ զանգել ասել, վատերազ եմ ես տարեկամի վրա տեսել, կասկած մոտ առաջացան ինքը կարա չգա, որովհետև ինքը կասկածը ավելի մեծ վնաս կհասցնի հիկունքում հակառակորդին։ Նույն ձևով Կռվի դաշտ գնալուց ես շատ թեթև եմ դրան նայել։ Կարող է պապան Ալիկը, մանգուլի ասած բանը արելա, ես դրա մեջ ահավորված բան չեմ տեսնում։ Ստրեսը անգամ տղամարդու համար արդյունքը ես լացման չեմ, բայց երկու անգամ ապասվել եմ։ Մակավը լացող գեներալել են, ինչ կա։ Ուրիշ բան, որ սրիկա չլինեն այդ մարդիկ։ Այդ ավելի ահավոր բան է։ Ով? Դե մանգլը սրիկա չի, 100% կռվող տղայա, շատ նորմալ հրամանատար է եղել, իր տղաներին խնայել է, ամենակարևորը։ Ես գնահատականը հրամանատարին կամավորական հենց դրանով է, ասենք տալիս։ Խելքը գլխին տղա, հրամանատար եւ իր տղաներին խնայել հարկի համար իր կողքիներին չկոտորած։ Արաբին գնահատում որպես ջոկատի հրամանատար։ Հետագայում որպես զորամիավորման բանակի կազմման, հետագայում որպես զինվորական հրամանատար, դա արդեն չեմ կարող կոնկրետ գնահատականներ տալ, որովհետև այդ աչոտը սա հետում է մինալարունայով, բայց որպես ջոկատի հրամանատար, մի քիչ իմպուլսիվ էր մանվելը, խանչավ զարեժը բանին վարյանտների մեջ մարդիկ կան հայերի մեջ էլ են, բայց ինքը իր տղաներին խնայում էր, ինքը շատ լավ հայր։ Դա ինձ թվում ավելի կարևոր է այսօրով, քան ով ոնց ասեց Արկադի Իվանիչը,
Ես շատ լավ եմ իրան վերաբերվում, հիմա ինչ-որ բան սուսերամարտի մեջ համատել, տարբեր մարդկանց հետ, որ ասում են կոմանդոսը հեքիաթ, հա, բան, ասենց սազում, հա, որ չի էլ սազում, ինքը իրոք լեգենդա, իրա բան ասողները ոչ պակաս լեգենդներ են, ասենք, Սասունը, ինչ են, բանը, ստարջեսկի մարազմ գիտեք ինչ բանա, վաղշեր, մանկամիտ է դառնում տարիքի ընթացքում, կարող է մեր տղեկներ մի քիչ կտացրած լինելով կոնդուզիայի տեսքով, մի քիչ շուտ են ծերանում ու սկսում են իրանց երեխեքի Ինչ այլոց ես էլ տենց բաներ ունեմ։ Ես մահավելին չեմ սիրում, չնայած ես երկրապայի անդամ եմ։ Կարող եմ մի քիչ միամիտ հարցս տվամ, բայց ես շարունակել ինչի է Գանձակը իրավաբանը չվերցնել եք դուք մեզ համար և մենք չվերցինք։ Դա նշանակում է վերցնել են բեռը, որը մենք չենք կարող կարել։ Տարածքային առումով։ Տարածքային, մարդկային ռեսուրսներ։ Ձեր գիծը հիմա ուղղակի սարի վրա է։ Զուտ աշխարհագրական եք ասում։ Չէ, թաղամաս պահելը ավելի դժվար է։ Օրինակ Երևան քաղաքը մի միլիոնավոր քաղաք է, ճիշտ է։ Ոնց եք կարծում, ինչ զորամիավորում ապել Երևան քաղաքը թեկուզ բնակիչների կեսով ոչնչացրած կոնտրոլի տակ պահել, հաշվի առնելով իր փողոցներ, ստրուկտուրաներ։ Չէ, բայց ոնց Աղդամը ասում։ 100,000 հոգի։ Աղդամիզացիա։ Մենք 50,000 հոգի մարդ ունենք Կիրովաբադը պահել։ Կամ 25,000 հոգի մենակ Կիրովաբադը պահել։ Մենք պետք է բուլդոզերով իրանց բան անենք, իսկ Աղդամը չէ, շփոթել պետք չի։ Որ ասեմ, Աղդամում ապրում էին օղոզներ, թուրքեր, աստրոլոպիտեկ բանի, Սելջուկի ժառանգները, ըստ իրանց է, ապրում է, որ իրանցից մանկություն առաջացա։ Իսկ Կիրովաբադում ասենց չէր, Կիրովաբադը մեծ քաղաք էր, ու եթե այնտեղ խոսքորինակ 100,000 թուրք կար, 10,000 լեզգին կար, 5,000 ուրիշ ազգեր կային, փախալունի հարցը չի։ Բոլորը չէին փախնի, ու եթե անգամ 50,000 հոգի մարդ մնար այնտեղ, ու ստիպված էր լինելու 5,000 հոգի մարդ պահել, 10%-ը բնակչության համապատասխան դու պետք է ռեսուրսներ այնտեղ պահես ոստիկանական եւ բանակային ֆունկցիաներ կատարելու համար։ 5,000 հոգի մենք սա ֆրոնտում մարդ չունենք։ Սա բացի Կիրովաբադը կանայինք այնտեղ մի 50,000 Ժիգուլի ու 24 բերեինք, ավար, հա, դրախարը ու վերանայինք որպես պետություն, աբսուրդ էր, այդ ծուտ էր, որը որ պարկ ասո ոչ մի քաղաքական ղեկավարությունը, ոչ ռազմաքաղաքական, ոչ ռազմական այդ ծուտը չկերավ։ Մենք էդի մասեր չենք կարող, այ եթե մեր ազգը մի քիչ ավելի հրիայոտ է, Իսրայելոտ ավելի շուտ, այլ եթե եկալ էր Բաքուն, Մախաչկալան, Աստրախանը, հնարավոր է, ինչի չէ որ, բայց քանի որ մենք այդպես չենք, եկեք մի հատ ճիշտ գնահատենք մեզ։ Ես իզուր չէ, որ ամենասկզբում ասեցի, մենք միլիոնանոց միտինգի մի քանի 100 հոգի մարդ ենք ընդհանրապես մոբիլիզացրել կամավորական։ Իսկ եթե այդ մարդկանց թիվը քիչ է, շատ ավելի քիչ բան տարածքից դուք Այն տարածքները, որտեղ զորակոչիկներով բանակային ստրուկտուրաներ են պաշտպանողից եղել, այդ տարածքները հեշտ հանձնվել են, երբ որ շատ ուժգին հարված է եկել։ Կամավորները կռվելով 89 թվականի աշունից մինչև, ասենք, լայնածավալ մեծ հարձակումներ, տակտիկական ու ստրատեգիական բան, մեծ փորձ ձեռք բերեցին ուժեղ ռուսական, սովետական, հետագայում ռուսական և թուրքական, ասենք, տարբեր կառույցների դեմ պայքարելով այդ փորձը ձեռք բերելով, պատկերացրեք սենց Երևան, հորատիզի վրա ապրելի Կալվադար սխալվան, կարճ ասած գարուն 94 թվականի հարձակվում են թուրքերը, ուրեմն իրանց դեմ կայնացած Հայֆունի բատալյոնը, ներքին զորքերի մոհոչ կոչվածը, MVD-ի զորքերի կոնտրակտիկները և Ղափանի բրիգադան։ Ղափանի բրիգադայում համարյասա նորակոչիկներից կազմված կես տարի, մի տարի ծավալացված ունեցող երեխեք, բայց ոչ տարքին փորձ։ Ուրեմն Ղափանի բրիգադը առաջիններից մեկն է նահանջում, որովհետև հրամանատարը 10-ից մեկն է եղել, ասենք, հրամանատար, կամ 20-ից մեկը սպայ է եղել,
Բայց 3-ից մեկը մարտական փորձ ուներ։ Էդից ասում է, որ 30 կամ 50 հոգուց մեկը մարտական փորձ ուներ ու այդ կամավորական ինչ-որտեղ եթե չզոհաբերվելու գոնե խնդիրները ավելի լավ հասկացող մարդիկ են եղել մեջները։ Իսկ մահոճը, որ ես ընդհանրապես շատ վատ եմ վերաբերվում ՄՎԴ-ի աշխատակիցներին, բայց բացառություններ կային, էլի կռվի դաշտում է կատվում է։ Մահոճը կայանում է, բավականին երկար։ Եթե ենք հաշվում դրանից հետո, երբ որ երկու հատ պուլեմյոտի կրակակետ ասենք, բանալվում մեկում զոհվում են, ասենք, Վարդանն ու Վալերը, տանունները գիտեմ, այրանց զոհվելուց հետո նոր այդ մոջահեդներն են լինում, ասենք, դրանից էլ ասենք իմ համոզմունքը, որովհետև մնացած տղաներից ոչ ոք սաղ չէ, որտեղ մոջահեդները գլուխ էին տանում անձն, ոչ թե կենտրոնի մարդուն տանում, գինը մեկ էր, ասենք, գլուխ տանես կամ ապացուցված սպանություն, թե պլենին տանես էր, ասենք, գերին գացին։ Պատկերացրեք sense մի բան, ոստիկանը ավելի լավակարվում կամ կանոնավոր բանակը։ Պատճառը այդ մոջում մի քիչ ավելի շատ փորձված տղաներ կան, որ հացի խնդիր կար, եսի մի խնդիր լուծելով ծառայության են անցնում, որտեղ աշխատավոր պայոք են ստանում ՄՎԴ-ում, ոչ թե տանը։ Մենք չէինք կարող իրավաբան մարսենք։ Մենք վերցրեցինք առավելագույնը, հետ վերադարձրեցինք, կներեք հիմար բարի համար, մենք հետ վերադարձրեցինք առավելագույնը այդ հատվածում, նկատում եմ Դաշնային Ղարաբաղում, ու չվերցրեցինք ինչ-որ տեղ խախտնված լինելով Արմենիայի կողմից Նախճեվան։ Որտեղ Նախճեվանը մենք հանգիստ կարայինք հետ վերցնենք, թեկուզ վերցնենք ու հրավիրենք պարսիկներին եկեք եսի ձեր նախի հող։ Ես ուզում եմ իմանամ, իմ ծածկանում Վարդանը դուք որտեղից գիտեք։ Այդ իմ առաջի ծածկանունն է։ Ո՞նց։ Չէ, շատ քիչ մարդ գիտի, որ այդ իմ առաջի ծածկանունն է։ Այդ ամբողջ ժամանակաշրջանում միշտ էր գրավում այն հայկական օդային ուժերը։ Արդյոք արդարացնում էին իրենց։ Մենք օդային ուժ չունենք այսօր։ Մենք ունենք քաղաքացիական ավիացիա, որը ապրեմ իրան, լուրջ եմ ասում։ Երբ որ մանավանդ Գետաշենը թուրքերը վերցրեցին, արդեն ընդհանրապես կախվեց Հյուսիսում, Բերդաձորը վերցնելուց հետո ու ամրացելուց նաև հարավում ու օդային կապներ մենակ կապում Ղարաբաղը։ Զենք, զինամթեր, ազատամարտիկներ, ասենք, կամավորականներ, այդ սա փոխադրումները միայն օդով։ Անում էին քաղաքացիական ավիացիայի օդաչուները մի 8-ը էդի լրիվ քաղաքացիական ուղղաթիռը եղել է, որ մի քանի անգամ տակա պատվեսկան նուրսերա կախվել, բայց այդ նուրսերը ոնց որ ռադատով ոտ կրակեց, թե որ մեկի վրա կընկնի, ոչ հանդավոր զենք չի։ Ապրեն իրան, մի քանի զոհում են, այդ քաղաքացիական օդաչուները, մեր ավիացիան հետո երբ որ ստեղծվեց բանակային բանը, այս քաղաքային օդաչուները մտան ուղղաթիռային պարկով և երկու հատ ինքնաթիռ ունեցանք, էդի մեր սաղ ավիացիան էր, ու երբ որ մեկը հետո մենք խփեցինք, որտեղ մեր ինքնաթիռը ետումա դեպի Ղարաբաղ, վերջապես ինքնաթիռը հայտնվեց ճակատում, մերոնց չեն զգուշացնում ու դեղ խփում են, ու հետո թուրքերը ծիծաղում էին, ասում են Հայաստանը կորցրեց իրանց 50% ավիացիայի։ Լավա տանեն սաղ ամանում, մրը մի քիչ ծեծում են, ոնց թե հայրեն գիտես շանտղատում։ Այդ միջայլոց ես էլ եմ կներես, հայկական ուղղաթիռի վրա ես էլ եմ կրակել, ուրեմն տողասարի վրա պայենք մտել, սպասում էին, որ տողը այդ վաղ թուրքերի կոնտրոլի տակ էր, կեսով հայկական բնակեցված, սպասում ենք այդ ուղղաթիռին խփենք, ուրեմն կատնվում եմ Երևան, դե դիկեր Պալոս Մորնի, գորալու Ղարաբաղից Հայաստանը, իրար լսում ենք, ասում են չի լինել ուղղաթիռ,
Չի լինի, առավոտ մեկը եկավ, ուզում ենք խփենք, հետո ասենք մեկ էլ տեսար։ Եկե տենանք գալիս իջնում ա թաղլար, իջնում են մարդի, բարձրանում են մի քանի հոգի, թռնում էդ մար։ Լավ չխփեցին։ 2 ժամից էստի գնաց մի կողմ դեպի հյուսիս։ 2 ժամից հյուսիսից ուղղաթիռ ակա։ Որ ասում են բաբուրս նույնն է։ Արի չխփենք։ Ուշեմ ծանր չի խփում։ Հետո մի հատ էլ է հյուսիսից գալու։ Որ ասել են բացարձակ ոչ մեկ չի լինելու խփի արխային։ Դեստրելաներ թանգարոց հաճույքի 2 հատ էր այդ Հայաստանում, կարճ ասած ո՞ն մենակ ես է, այդ ժամանակ երկուսն էլ մոզաս էր։ Երրորդ ուղղաթիռը որ եկավ խփեցինք չկպավ։ Հավաքաբար բարեբախտաբար, որտեղ բարձվեց հայկական։ Ուրեմն այսպես սարն է, տողասարը մենք ստեղ ենք նստած, եկանք առաջ որ այս ուղղաթիռն խփենք, ուղղաթիռը սենց էր գալի։ Խփեցինք ինքը մտալվեսյան պոչի տակով ոնց որ կպավ։ Ուղղաթիռը պոչը խաղացրեց, բան, ասենք կող կպել, հա։ Եկանք տրաֆեի հավաքելու, կանգրած նորմալ զենք չունենք։ Գնացինք հասանք եկեղեցու մոտ, մեկը մի հատ վազելով եկավ, մի կրակեք մեր վերջանում։ Վերջի գայլուկ ես բանեց կները կողարկեցի ներքև, ասի բանա, թող էտան, ես տեղ խոսալու բան եմ ասվել, մանստել եմ զավուրի տակարասում իրաստած։ Եթե 15 հոգուց ավել զոհված սրնի, երդվում եմ ինքնասպան։ Եթե 15-ից պակաս սրնի, կաշխատեմ տեղի կփակեմ, մի տեղ թուրք ավել կսպանեն, մի քիչ ավել երեխա դունել նամբան։ Ելը դեր հասկանում են ինչի համար է, դարալյոկը մեր արտակը բագրացան, ինչի համար է մնացը, հետո հետ եկավ զապորին սենց նստավ ասպան, չես կպայ։ Զարզվեց կավորս մեջներ։ Այ երամության բան վարդանով, ձեր կրտողությամբ կրծանկանայմ այդ ուղր մցնել ձեր ասացում էր կապված սիսական կամավորական ջոկատների հետ, որ սիսական, սիսյանի մեծապես հարգելով և խոնարհվելով Բուրժ Ոսկանյանի վարդիշատակի առջև, պիտի նշեմ, որ նա սիսական միացյալ կամավորական ջոկատների հրամանատար չի եղել, այլ հրամանատարը եղել է Ազյան Հովիկը, ինքը եղել է Վաշտի հրամանատար, ու կցանկանայի ձեր իմացածի հաշվին իմանալ, թե հենց նույն Բուրժ Ոսկանյանի օպերացիայի ժամանակ, երբ նա ու սյունած ևս 6 մարտիկներ զոհվեցին, դավաճանության ֆակտոր եղել է, թե ոչ։ Ասեմ, ես չգիտեմ։ Ամեն ինչ իմանալ հնարավոր չի, իսկ ես երբ որ ասեցի, որ հրամանատարը, ես նկատում եմ, որ Սիսիանում մի կերպ մի 15 հոգի են, ու այդված զբաղված են Սիսիանի տարածքից թուրքերին դադարքելով։ Այդ հետագայում, երբ որ ջոկատներ են ստեղծվում, որ կա ընդհանուր հրամանատար ասկզբիստինով, կարծեմ Սիմոնյան ոնց էր տամոժնիկի ազգանունը կավա իշոտ։ Աշոտ Մինասյան։ Աշոտ Մինասյան, հա, Աշոտ Մինասյանն էր մի դաշտային հրամանատար, Ազոյան Հովոն էր, բայց ինքը հետագայում ցույց է տալիս, որ ոչ կոմպետենտ լինել ընդհանուր հրամանատարի, ուրիշ պաշտոնի չի ասում, վերադառնում է ջոկատ, ճիշտ է ասում, որպես Վաշտի թե դասակի հրամանատար։ Բայց իրան անակնկալ են կրատիտակ ընկել մուտի ջոկատը։ Դեպի բարի անգամ հաստատ ոչ ոք կարա ասեմ, ինչ-որ լսել եմ խոսակցություններ, դա հաշիվ չի, ես ձեր այդ խոսակցությունների համար բան չեմ ասում։ Իսկ Նիկոլ Դումանջակ ջոկատի այդ օպերացիայի ժամանակ էր վերջնական, որ հրամանատարն ու 3 իշխանություններ զոհվեցին։ 93 թվականի օգոստոսի Մալախալիֆի դեպքերն ինչպես։ Տղեկ, ես 92 թվականի վերջից զբաղվում էի գործակալական գործերով։ Դրա համար այն ինչ-որ պատահում էր, եթե պատահում էր իմ հին ծանոթների հետ, ես գալիս էի անպայման մի հատ հետում էի, շիրիմին խոնարհվում էի, փորձում էի ճշտել ոնց է եղել, ինչ է եղել։ Նիկոլ Դումանի տղեկի հետ կապված ոչ մի կեղտոտ պատմություն 100% չկա, իսկ ես խեմ հետաքրքրել Նիկոլ Դումանը, որտեղ իրանց կռվի դաշտ դեմնելուց առաջ իրանց մենք Դիլիջանի բազայում Մելիքի հրամանատարության տակ, որ այդ ժամանակ համարվում էր ջոկատի հրամանատարը Մելիքը, Մելան, ոչ թե բազայան աբոն էր ու Նիկոլ Դուման չէր կոչվում էր Միասնիկյանի շրջանի երկրապահ ջոկատ։ Իրանք մեր մոտ են զինավարժությունները անցել ու շատերը մեր ջոկատի ուսումնական բազայի տարածքում առաջին անգամ զենք են բռնել կրակելու հնարավորությունով,
որտեղ Երևան քաղաքում իրանք ընդհանրապես զենքը բռնում, քանդում, մաքրում էին, իսկ մենք այնտեղ ծիրուն էինք, ստրեփիշա ունեինք, վաստանում էինք իրանց, արշակն ու արտակը, երում, հենց մի հատ կարգին դրոշկա են անում, մարդիկ խդնում են, հասկանում են, որ էսի քրդինքա կերտա, մենակ հաճույք չի։ Դրա համար մենք հետաքրքրվեցինք, ու ամեն ինչ մաքուր է։ Նույն ձևով ամեն ինչ մաքուր է մեր մեծաքանակ շրջապատման մեջ ընդդած տղեկ եւ մաքուր ասելով մեր կողմից։ Չկա ստորություն, ուղղակի կա անդրագիտություն, կա պահիտակ ոգևորվելով հակառակորդի, ասենք, կերծ կամ իրական փոքր խմբի նահանջի վրա ոգևորվելով գնալ ընկնել ծուղակների մեջ, նման բաներ անում անգամ սպարինգի մեջ։ Այդ խփման թե ձեռդ կախում ես, որովհետեւ ձեռդ կախվել է, ինքը գալիս է արդեն մտածելով ստեղից հեշտ խփել, տակից հեշտ ես նստեցնում։ Կարճ ասած խփելը հեշտ է ու մեկ-մեկ թուքն էլ լրիվ հեշտ չէ։ Իրանց հրամանատարությունը պատկերացրեք, այդքան բարդ չէ։ Դրա համար մենք գլուխգոհալուց ենք։ Կարգի թուքների ծեցերը հենց այն բանով, որ իրանք դեռ անաստան պահ չէին, մեջները զինվորական կան, գեներալներ, հետո գլխին զինվորականներ։ Սպադը են մնացած, սպադայի հաշվին իրաց հրամանատարական ժիղը լավ չեր է վարած։ Ոնց որ Շուշի, ոնց է հնարավոր Շուշին գրավել, եթե հարձակվողները ավելի քիչ են, պաշտպանողները այդ անալի։ Քանի որ ժամը 9-ն է, 2 րոպե ընդմիջում կտան, գնացողներից թող գնան, ովքեր որ ուզում են շարունակեն եւս 10-20 րոպե, առջև գան, ըստեն 10-20 րոպե եւս Որտեղ հարցեր շարունակեն։